Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, արդեն հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք սկսում ենք մեր աշխատանքը, գիտեք, ամեն օր երկուշաբթից ուրբաթ առավոտյան ժամը 10-ից 11-ը մենք թակում ենք ձեր դռները, մուտք ենք գործում ձեր բնակարաններ, որպեսզի ողջունենք ձեզ ու ասենք բարի առավոտ բոլորիդ, լավ ու հաճելի արդյունավետ օր ենք ցանկանում ու իհարկե այսօրվանից երեկոյան արդեն մեկնարկում են հանգստյան օրերը, բոլորիդ հաճելի ու խաղաղ հանգստյան օրեր կցանկանանք իհարկե մեր եթերաժամի վերջում, բայց այսօր 1 ժամ միասին ենք լինելու, խոսելու ենք շատ հետաքրքիր ու կարևոր թեմայի շուրջ, շատ կարևոր անհրաժեշտ թեմայի շուրջ եմ ուզում այսօր խոսենք, որովհետև այս հետաքրքիր երևույթը, որը կա մեր իրականության մեջ, մի փոքր դժվար է հասանելի դարձնել մարդկանց, բայց կան նաև շերտեր, մարդիկ, ովքեր սիրում ու գնահատում են այս արվեստը, այս գեղեցիկ մշակույթը, որին պիտի մասնակից դառնանք։ Փետրվարի 8-ին տեղի է ունենալու մի շատ հետաքրքիր ներկայացում ասենք, հանդիպում ասենք, շփում ասենք, ծանոթություն կամ թեկուզ եւ ասմունքի երեկո, որի մասին կզրուցենք այսօրվա մեր եթերաժամի ընթացքում։ Իսկ մեր տաղավարում այսօր հյուրընկալել են շատ հարազատ, ինձ համար հարազատ մարդիկ, ձեզ համար հարազատ մարդիկ ու մարդիկ, ովքեր մեր հայ արվեստի գործում մեծ ներդրում ունեն, կարևոր է պահել ու պահպանել այս մշակույթը, այս արվեստը։ Վահե Խաչատրյանն է մեր տաղավարում, Նարինե Չիլինգարյանը եւ Կարինե Գարսևանյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի Ինչպե՞ս եք, սիրելիներս, հարազատներ։ Առավոտ շուտ հարազատ դեմքեր տեսնելու Ասա լավ է, չէ՞։ ժպիտ է գալիս իհարկե։ Եվ հարազատ տաղավարում։ Այո, մենք Ամեն տարիներ մեկի ինչ-որ հիշողություն ունի այս ամեն ինչի։ Այստեղ բազմաթիվ հիշողություններ են թաքնված ամեն մի անկյունում, կարծում եմ, որովհետև մենք Խաչատրյան Վահեի հետ միասին բավական արդյունավետ ու հրաշալի ճանապարհ ենք անցել այստեղ, այս տաղավարում, առավոտյան ծրագրի շրջանակներում, ինչը մեզ եւ մեր հեռուստաընկերության համար եղավ շատ պրոդուկտիվ, շատ շնորհակալ ենք։ Եվ հիմա այսօր մեր տաղավարում են ինչ պայծառ լուսավոր մարդիկ են, այն մարդպեսի հյուրեր ունենա ամեն առավոտ դա մեծ պարգև է։ Խոսելու ենք փետրվարի 8-ին կայանալիք մի ներկայացում ասեմ, հա, ներկայացման մասին։ Ըհը։ Ասեմ։ Ոնց որ շտկում ես, ներկայացում չի, ինչ յուրահատուկ բան ես մտածել, այ։ Հետաքրքիր է, որ իսկապես բարի ընտրության մեջ իսկապես պիտի մի քիչ մտածենք նոր ասենք, որովհետև մենք անվանեցինք գլխապտույտ, հետաքրքիր է, ֆիլմ, օրինակ ասենք, ֆիլմը նույնիսկ ֆիլմի վերնագիրը գալիս է մոնտաժից հետո, որովհետև սկզբում չգիտես, ինչ մոնտաժը տեսար, ֆիլմը տեսար, վերնագիրը մեր վերնագիրն էլ եկավ արդեն մտածումը իրականացնելուց հետո, երբ տեսանք արդեն, որովհետև մենք այդ գլխապտույտը զգացինք աշխատանքի ընթացքում։ Հա, Անդադ տարբեր վերնագրեր էինք մտածում, շաբաթը մեկ փոխում էինք վերնագրերը։ Դա շատ բարդ է իսկապես վերնագիր ընտրելը հատկապես Որտեվ դա պետք է քեզ կանչի, էլի։ Այո։ Վերնագիր եւ ժանրն էլ, որովհետեւ ժանրը տարօրինակ ժանր ստացվեց ներկայացում, կինո եւ ասմունքի երեկո միասին խառնված։ Եվ ամեն ինչ սկսվեց Նարինեի առաջարկից, թե արի բան անենք, Պարուհ Սևակի ասմունքի երեկո անենք։ Հետո փնտրեցինք, փնտրտուքը սկսվեց, որ Նարինեից բացի, Կարինեից բացի նաև ով պետք է լինի հերոսը, գտանք մեր Ռաֆին Սարյան։ Ռաֆին Սարյան, որ եկավ երկար փնտրտուքից է։ Բավական երկար փնտրտուք։ Էլի մարդ կա, որ Այո, Ռաֆին, որը այսօր չի եկել, մեր գլխավոր հերոսը։ Մեզ ծանրապահել իրան չի եկել այսօր։ Ասեմ ինքը այնպես չի, որ ներկայացման մեջ էլ է շատ երևում, ու ինքը տես միշտ թաքնված։ Հա, բայց կերպարն է գա։ Հա, բայց կերպարը, զբաղված է։ Դա իհարկե գեղարվեստականացված, իսկ Ռաֆին զբաղված է, չկարողացավ գալ իհարկե։ Իրեն փետրվարի 8-ին կհանդիպենք։ Հա, ասեց 8-ին մի անգամից կգա։ Ռաֆին եկավ, Ռաֆին իր սևակագետ կարող եմ ասել Ռաֆիի մասին, որովհետև այդքան հասկանալ, այդքան իմանալ, այդքան ուսումնասիրած, այդքան ուղնուցուցը հասկացող տղա ոնց որ Ռաֆինն է մեր Սարյան, եւ ստեղծվեց մի հետեւյալ մի սիտուացիա, այսինքն ստացվեց այսպես, պոեզիայի երեկո անել, պարզապես կանգնել իրար ասել դու երկու տարդ եւ մոմիլուսեր վառել իհարկե պետք չէր, որովհետեւ սևակն էլ այդքան մոմիլուս չի, սևակը հետաքրքիր է, սևակը ունի անալիզ հասկացություն, սևակը հեգնանք ունի։ Այդպես, ժանրը պոեզիայի երեկո չէր։
հետո շատ արագ ես հասկացա եւ բոլորս իրար հետ հասկացանք, որ պետք է լինի բնական մի բան։ Այսինքն մենք չպետք է դերասանություն անենք թատրոն խաղանք եւ չպետք է կանգնենք ասմունքով դառնանք։ Եվ վերցեցինք այսպես Նարինեն Չիլինգարյան, երկար տարիներ հեռուստալրագրող, մեզ մոտ էլի լրագրող, բայց ռադիո լրագրող։ Այսինքն սիտուացիան, իրավիճակը ռադիո է, որտեղով ինքը ուղիղ կապերի մեջ է հեռախոսով Զանգերով այո, ընթացքն է հենց։ Ես հարակ ես վերջացնեմ, որովհետև չեմ պետք է թողնեմ որ խոսեն աղջիկները։ Իդեպ Վահեն Խաչատրյան ռեժիսորն է ներկայացնում։ Ոչ միայն։ Լավ կբացենք։ Հա, փոքրիկը մեր նաև տեքստային հարցեր կան։ Կարինեն դերասանուհի լինելով հանդերձ ողջ իր գիտակցական կյանքում նաև մետրո թատրոնում մանկավարժ երեխեքի հետ աշխատող, այսինքն իր բնույթը սովորեցնել, ճիշտ ուղու վրա դնել։ Եվ ինքը դարձավ հեռախոսազանգ տվողներից վերջինը, առաջինն ու վերջինը, որը հեռախոսակապի հետ կապի մեջ է Նարինեի հետ։ Եվ բավական ճիշտ ուղու վրա է դնում, տանում դեպի Սևակին, որովհետև մեր հերոսուհին Նարինեն ըստ մեր մտահղացման Անսերեյակա։ Ռաֆին ասում անսերեյակա, հա։ Ֆեմինիստա։ Ֆեմինիստա, կարիերիստա եւ այլն, որին մենք ամբողջ ընթացքում բերում ենք Սևակով, Կարինեի առաջարկով եւ մեր Ռաֆի թեթև ձեռքով բերում ենք դեպի Սևակ։ Եվ Ռաֆին ինքը պրոֆեսիոնալ դերասան չես ասի իրեն, որովհետեւ ինքը պրոֆեսիոնալ ինքնաթիռների անվտանգության տեսուչը։ Դա իրականում, հա։ Իրականում։ Բայց Ռաֆին մեծ փորձ անցած դերասանական, իհարկե հիմա որ լսում ա կասի դերերը իհարկե ահագին խաղացել է Թեհրանում, խաղացել է այստեղ, ահա։ Ռաֆին էլ դարձավ մնաց ինքնինքը, այսինքն ամենակարևոր բանը որ ստացանք, ինչի համար ես շատ գոհ եւ ուրախ եմ, որ մենք բնական վիճակի մեջ մնացինք, բնությունը ամեն մեկի, ամեն մի կերպարի, ամեն դերասանի, ամեն մասնակցի էության մեջ էինք։ Եվ այստեղից գուցե նաև մեր առաջին երկու գլուխ գոհանք չլինի, իհարկե, բայց բավական լավ արձագանքներով, բավական հաջողությամբ առաջին երկու ներկայացումներն անցան, եւ հիմա խաղում ենք երրորդն է։ Երրորդը, այո։ Վայ, շատ հանգամանալից ներկայացրեցիք ընդհանուր ինչ է տեղի ունենում, շատ հետաքրքիր էր միտքը գաղափարը, որ այլ մոտեցում է, հա, ասմունքին կամ չգիտեմ, պոեզիային։ Բոլորովին այլ մոտեցում է, որովհետև սա իսկապես ոչ ներկայացում է, որ ասես այդ ներկա, բայց կա նաև գիծ, ժանր, սյուժե։ Բայց ուզում եմ հասկանալ, ինչպես ծնվեց, այս գաղափարը ծնվեց առաջինը Նարինեի մոտ, հա։ Սևակ ներկայացնել, բայց երբ որ իմ մոտ ծնվեց, ինչ որ գաղափարներ անդադ ծնվում, ես գնում եմ Վահեի այդ գաղափարներով կյանք ուտում եմ, բան, մի քանի տես տարբերակներ կար, որ ասի Սևակ, ասեց հետաքրքիր է։ Ոչինչ չէինք մտածել ժանր, ինչ, մենք թողեցինք ոնց որ մի քիչ ինքնահոսի, ինչպես կստացվի, ոնց կստացվի։ Ու ամեն փորձին մի հատ նոր բան էր ծնվում, էլի, նոր մտահղացում էր ծնվում, հաջորդը գալիս ենք մի հատ նոր բան էինք մտածում, մի հատ նոր, ես մի անգամ ասի երեխեք, ասենց չենք կարա շարունակի, մի կողմնորոշենք ինչ պետք է անենք, որովհետև բոլորը ստեղծագործող մարդիկ էին մեր մտահղացումներով անդադ նոր բան էինք մտածում, բայց Վահեն միտեղ կանգ առավ, հա, եւ մենք բոլորս համաձայնվեցինք այդ կանգ առին, ինքը շատ գեղեցիկ բան ասեց, երբ որ մենք գնում ենք քո երևակայության մեջ, որովհետև ստացվում է, որ մի քանի րոպե այդ ամբողջ կես ժամանոց ֆիլմ է գնում նաև, ֆիլմ ենք նկարել, այդ ներկայացման մեջ նաև ֆիլմ կա նկարած։ Այդ երևակայության մեջ այդ պետք է լինի ֆիլմ։ Ու մենք արագ նախապատրաստվեցինք, բան մի օրում գնացինք, ֆիլմը նկարեցինք, նույնիսկ հոլիվուդյան աստղերը մի օրում այդքան ֆիլմ չեն նկարի, մենք նկարենք, դե վարպետության եւ պրոֆեսիոնալիզմի մասին խոսք չկա, նկարեցինք ու ստացվեց, ինքն իրան ոնց որ այդ գիծը բացվեց, էլ այդ թելը գնաց, էն, ստացվեց, դե ստացվեց այն ինչ որ ստացվեց, չէ՞ վայ ջան, հա։
Կար ուզում եմ մի բան ավելացնել, այս ներկայացման մեջ շատ հետաքրքիր մի ոչ չէ, մոտեցում կա, բանաստեղծությունների մեջ սկսեց աշխատել տարօրինակ դիալոգներ։ Այդ դիալոգների միջոցով է կապվում։ Այսինքն դա պատահաբար զգացիք այդ դիալոգները, թե դուք գտաք։ Վահեն պարզապես այնպիսի մի բան ստեղծեց, այդ դիալոգները բնականաբար Վահեն է գրել։ Հա, նաև սցենարիստ է մեր, այո։ Կնիկը Որ կնիկը չկովա, պետք է Օնի գոշը, օնի գոգը, օնի Գրիգորի, օնի ժորը։ Այդ առեղծվածային, այդ երևակայական դիալոգները այնպես սևական շնչով էին, որ տպավորություններ, որ էլի սևակի գրածն է, ոչ մի բանով դուրս չեկավ սևակի ստեղծագործություններից։ Տեսեք, նման ներկայացում ստեղծելու համար պետք է սևակին լավ իմանալ, չէ, որպես ոչ միայն իր բանաստեղծությունները, այլև որպես իրեն մարդ։ Դե մենք սկսեցինք ուսումնասիրել սևակ եւ մեր Ռաֆի թեթև ձեռով հետաքրքիր է Ռաֆին գտնելը։ Տարբեր դերասաններին առաջարկեցինք, դե ինչ որ պատճառներով չստացվեց, երբ որ Ռաֆին գտանք, տենց ինչպես գտաք։ Ես մի անգամ իր ձայնը լսել էի մի երեկույթի ժամանակ, ինք ինչ որ բան էր կարդում, ես ուղղակի ձայնը լսել էի, տենց նույնիսկ չէի տեսել, որովհետեւ ֆոյեում էի։ Հետո Վահին ասի, վայ, ասի, մի հատ մենք ձայն էինք փնտրում, որովհետեւ ի սկզբանե այդ կերպարը չպետք է երևար։ Ինքը միայն խոսելու էր հեռախոսով ռադիոյի հետ ու մեզ կարևոր էր ձայն։ Ասի, մի հատ մարդու ձայն եմ լսել, ասում Վերջը դե գտանք Ռաֆին, խոսեցինք ինքը։ Հա, չկարողացանք իրան շատ երկար թաքցնել, որովհետև անհնար էր իրան թաքցնել ու տարօրինակ բան էր այդ ընտրությունը, որ երբ որ իրան առաջարկեցինք, ինքը այնպես սևակ գիտեր, այնպես էր ուսումնասիրած սևակ եւ մեզ նույնիսկ գրքեր տվեց, որ մենք իր մասին կարդանք սևակի մասին։ Մենք համարյա թե մի 4 ամիս այդպես պիտի լիներ։ Այո, այո։ Իսկ կարելի ասել սևակագետ էր։ Հա, սևակագետ էր։ Ամեն ինչը սենց մանրամասնորեն բաներ էր ասում, որ մենք Հայաստանում ծնված մարդիկ, սևակի մացող մարդիկ մենք տեղյակ չէինք։ Իր սիրո պատմությունը Սուրամիթայի հետ, իր կյանքի պատմությունը, ամեն ինչ եւ նույնիսկ գրքեր բերեց տվեց, որ մենք կարդանք, որ մտնենք այդ սևակի դաշտը, իր օրգանիկայի մեջ։ Դրան տեսականին գումար ենք նաև պրակտիկ հորս ընկերներ։ Եվ մենք սևակ չէ, վերս որ գացած մեր պարույրին տեսա, մի օր խոսում էին, պարույր, դու տենց ինչի ես սուրիկ ընչի չես գրում, թեպտի ես գրեմ պարույր, բայց դու որ գրում ես լավ։ Այսինքն նաև անձնապես անձնական շատ ջերմ ընկեր հարաբերությունները էդ էլ գումարվեց իմ կողմից, հասկանալու համար օգնությունցը, հասկանալու համար այն աշխարհը, որը որ կոչվում է պարույր սևակ։ Բավական հետաքրքիր բան եք մտածել։ Տեսեք, ռադիոն ցավոք սրտի այսօր ամերիկյան եթե նայենք շուկայում ակտուալ է բնականաբար, բայց մեր հայկական իրականության մեջ ցավոք սրտի այս համացանցը կամ ինտերնետային աշխարհը հետ է մղել, հա, եւ հեռուստատեսությանը եւ ռադիոին որոշ չափով։ Դուք այսօր բերում եք դա առաջ, հանում եք բեմ եւ ռադիոն եւ սևակը, որը էլի երիտասարդության մեջ այսօր գիրք կարդալ կամ ծանոթ լինել հայ գրականությանը բավական այդքան էլ ժամանակակից չէ, մեղմ ասած, եւ դուք այսօր այդ ամենը բերում եք, հանձնում եք էլի հանդիսատեսի դատին, ինչը ես կուզեի, որ հանդիսատեսը դա իսկապես գնահատեր ու մի ներկայացում չլիներ, երկու չլիներ, երեք չլիներ, այլ պարբերաբար լիներ սա, ոչ թե մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, էլի, որովհետև գիտեք ինչ, տեսեք, օրինակ Հայաստանում կան ներկայացումներ, որոնք թատրոններ, որոնք 30 տարի այդ նույն ներկայացումը խաղում են, իրենց խաղացանկում կա։ Ցավոք սրտի էստեղ մի քիչ էս կոմերցիոն առումով մենք տուժում ենք, հասկանալի պատճառներով մարդիկ զբաղվածություն են, տուն պիտի պահեն բան, բայց երբ որ հանդիսատեսը հասկանա թե ուր է գնում, ինչա պահում, ինչ արժեք է պահում բարձր իր ներկայությամբ, ես կարծում եմ այդտեղ եւ կոմերցիան կաշխատի եւ հանդիսատեսը կկրթվի։ Իդեպ ասեմ, որ ներկայացումից հետո քանիսը, վայ, բան, sense կուզեինք նաեւ այդտեղ լհնչեր անլրելի զանգակատնից, հատվածներ եւ այլն, իսկ մենք ավելի ամբողջական ենք մոտենում, միայն սիրո պոեզիան է։ Այս անգամ ու հասկացանք, որ մինիմում պետք է լինի եռապատում, այսինքն
գլխապտույտը, որը գլխացավանք չէր արդեն, բայց մի շրջան գլխապտույտը, անլրելի զանգակատուն եւ ամենավիճելի թեմաներից մեկը Սևակի սերը հանդեպ Սուլամիթայի։ Որը որ եւ միանգամից ասեմ, որ այդ սերը պարզապես Սևակի ձեռնոցն էր հասարակությանը, շաբլոնին, այն մատչելիությանը, որովհետեւ սիրարվել մեկին, որը շատ վիճելի է բոլորիս կողմից, եւ ազգությամբ, եւ տեղանքով, եւ տարիքով, եւ Աստված գիտի, տեսքով, ամեն ինչով։ Երրորդը կլինի Սուլամիթան, երկրորդը անլրելի զանգակատունը, էլի լուծումները, էլի պիտի տարօրինակ լուծումներ լինեն, որովհետեւ հիմա այսօր հետաքրքիր բան ասեմ անցած դարի կեսերին մենք չէինք մտածում ուտելիքի սննդի օրգանիկ լինելու մասին, բնական լինելու մասին, որովհետեւ ամեն ինչ բնական էր։ Հետո եկավ տարիներ անցան 21-րդ դարում արդեն նայում ենք դրած լինի օրգանիկ, ինչի, որովհետև շատ արհեստական է սննդի առումով։ Հիմա հավատացեք, որ արդեն բոլորս գիտենք, որ հիմա գալիս ենք պատկերի, կինոյի, ներկայացման եւ ամեն ինչի արհեստականությանը, որը անում է արհեստական բանականությունը։ Այսինքն էլի, երբ որ կմտնենք խանութ, այսպես ասած, շոու բիզնեսի խանութ, էլի փնտրելու ենք բնականը։ Այո։ Եվ բնականը ավելի թանկ պիտի արժենա արդեն այդ դեպքում, որովհետեւ մարդուն չես խափի, մարդու աչքին կխափես, ուղեղին կխափես, մարդու ինստինկտին եւ զգացողությանը չես խափի, նա տեսնում է արհեստականը։ Ես դեմ չեմ, որովհետև այդ մեզ օգտակար մի բան է, մեր գործին շատ օգտակար։ Պարզապես մարդը պիտի ճիշտ կարողանա օգտագործել դա, ոչ թե թողնել, որտեղ հիմա ամեն երեխա կարա մի հատ խնդիր տա, կլիպը սարքի, բայց պիտի խնդիր տաս, որտեղ այդ բանականությունն էլ ինքը սպասում է խնդիր մեզնից, ոչ թե ասում է ես կանեմ։ Ցավոք սրտի, իհարկե, այդ արհեստական բանականությունը ներխուժել է մեր իրականությունն եւ երիտասարդների մեջ եւ առասարակ շատ ստեղծագործողներ նույնիսկ օգտվում են, բայց մեր տաղավարում այսօր այնպիսի մարդիկ են, ովքեր օրգանիկ են եղել միշտ ու օրգանական հետաքրքիր ներկայացում են բերել ձեզ ներկայացնելու, դա շատ կարևոր է գնահատել, իսկ ես միշտ ասել եմ հանդիսատեսի միակ գնահատականը դա կլինի տոմս գնել ներկայացմանը մասնակցել, դիտել, վայելել ու հասկանալ ուր է գնացել, ինչ աշխատանքի, մեծ աշխատանքի արդյունքն է վայելելու Burbank Cultural Palace-ում փետրվարի 8-ին երեկոյան ժամը 7:30-ին տոմսերի համար կարող եք զանգահարել Ticket 818-265-0506 հեռախոսահամարով, ընդամենը մոտ Burbank-ում է եւ Նորթ Հոլիվուդից է հարմար մարդկանց գալ եւ Գլենդելից եւ Փասադինայից, մի խոսքով բոլոր տեղերից հարմար է, Burbank-ում է տեղի ունենալու։ Մենք դեռ խոսենք այս ներկայացման մասին, եթե կարելի է ընդհատվենք գովազդով եւ հետո վերադառնանք շարունակելու այս թեմայի շուրջ զրույցը։ Շնորհակալություն մեր գործընկերներին, Level Restaurant եւ Lounge-ը գտնվում է Գլենդելում։ Զանգարեք նշված հեռախոսահամարով ամրագրելու ձեր տեղերն ու ժամանցը Level-ում միշտ բարձր level-ի է։ Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը, երրորդ եթերաշրջան, նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոծը նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix, լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Գլխապտույտ ներկայացումը փետրվարի 8-ին Burbank Culture Palace-ում տեղի կունենա 140 East Tang Avenue-ում։ Տոմսերի համար զանգահարում եք Ticket, իսկ մենք զրուցում ենք այս թեմայի շուրջ ռեժիսոր Վահե Խաչատրյանի հետ, Նայնե Չիլինգարյանի եւ Կարինե Գարսևանյանի հետ։ Մեր շատ սիրելի մարդիկ, հաղորդավար, դերասանուհի, ռեժիսոր, այս մարդիկ են մեր տաղավարում, ովքեր իսկապես կարողանում են ստեղծել մի արժեքավոր նյութ, ներկայացում, բովանդակության փարուստ, որը անհրաժեշտ է երիտասարդությանը։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, այս ներկայացումներին երիտասարդներ տեսնում եք, դա խաղացել եք երկու ներկայացում։ Ես կարող եմ ասել, որտեղ առաջ երկու ներկայացումը որ խաղացինք, դե ծանոթները իրանց երեխեքով
տենց եկել էին բավականին երիտասարդ հանդիսատես կար ու ինձ ասեցին, որ մենք գնացել ենք տուն, Սևակի գիրքը բացել ենք, Սևակ ենք կարդացել։ Այսինքն հետաքրքիր Հա, ազդեցություն գործել էր ամեն դեպքում։ Ամեն դեպքում ճաշակը ոչ թե հանդիսատեսը մեզ պետքա թելադրել, մենք հանդիսատեսին պետքա թելադրենք, էլի։ Ինչ 10 մատուցես նայել կստանա հանդիսատես։ Ուղղակի այստեղի հանդիսատեսը սովորա մի քիչ ավելի կոմեդի ներկայացումներին, ավելի էդ էլ ժանր է, էդ էլ հրաշալի է, բայց նաև պետք է մի քիչ հոգեթով, հոգուտ խփող թագող ներկայացումներ լինեն, չէ՞։ Համաձայն եմ, այո։ Ինչ որ 10 կմատուցեն։ Ինձ թվում է ամենակարևորը մթնոլորտն էր, որ կար։ Երիտասարդ շրջանում ուսանողական տարիներին մենք բոլորս էլ Սևակով ապրել ենք, Սևակով շնչել ենք, սիրահարվել ենք Սևակով, կարդացել ենք երեկոներին։ Այսինքն, հա, իհարկե, բայց այս ներկայացումը բոլորովին այլ շունչ բերեց։ Ես հիմա չեմ ուզում գովել Բահեին, որովհետև ամուսինս է, բայց ես չեմ կարող չասել, որ իր այս նորովի մոտեցումը, որ իրականում այո, այս մթնոլորտը ստեղծեց, հենց շաղախված լինելով կինո, ներկայացում եւ հաղորդում եւ իհարկե պոեզիա։ Հենց դրանով մենք կարծես թե կարողացանք տարբերվել մնացած բոլոր պոեզիայի երեկոներից ըստիս։ Ու ես նաեւ արձագանքներից ելնելով եմ ասում, նույնիսկ երեխաներ կային մեզ մեր հանդիսատեսների մեջ, որ շատ տպավորված էին։ Մեր անկեղծ մի անգամից ասեմ, ընկերների երեխաներ էին, որ շատ ուրախ էին, որ ծնողները բերել էին իրենց։ Այո, շատ կարևոր է։ Այդ շատ կարևոր է։ Ես տեսեք, Վահե Խաչատրյանի հետ տարբեր եւ նաեւ միջոցառումներ, համերգներ, բազմաթիվ մասից ինքը միշտ փորձում է տարբերվող բաներ անել ու երբեք չի կրկնվում իր դեպի իր օրիգինալությունները դրանում է, այո։ Հա, երբեք չի կրկնվում միշտ ու ես մի բան պիտի ասեմ, ամեն ռեժիսոր չի որ նստում է սցենարը ամբողջությամբ համերգային ծրագրի սցենարը, ասենք մշակում է քո հետ։ Իսկ Վահեի հետ միասին մեր աշխատանքները միշտ եղել են պրոդուկտիվ, հետաքրքիր ու հաղորդավարը իմացել է իր դերը, երգիչը իմացել է իր դերը, ռեժիսորը իր դերում է եղել։ Երբեք չի խառնվել իրար, վերջին ժամանակներում շատ է խառնվել։ Հիմա ես վստահ եմ դուք Այս դեպքում էլ ճիշտ նույնը։ Այո։ Մենք մեր դերերը լավ սովորել ենք։ Վահե Խաչատրյանի հուշ երեկոն փակելու համար Բայց առանց հնարավոր չէ այս մոտեցումը ես երջանիկ ու իմ բախտը բերել է, որովհետև հիմա ես չվերադարձնեմ նեյսի, որ դուք ասեցիք, հիմա ես ձեզ եմ ասում, որովհետև իմ բախտը բերել է, որովհետև եթե աշխատելու ես նույնիսկ համերգային ծրագրի վրա, պետք է աշխատես այն մարդու հետ այդ ծրագրը, որը որ քեզ հետ համախոհ, հասկացող եւ այլն, իմ բախտը բերել է արդեն։ Իմ Գերդաստանի բոլոր անդամների հետ աշխատել ես։ Այո։ Արմենի հետ Այո։ Լավ, ներկայացման հետ կապված մենք ունենք մի կարճ տեսանյութ, կարծես թե մեկ չէ, երկու տեսանյութ ունենք, եկեք առաջին էսպայն դիտենք ավելի, այսպես բովանդակալից ինֆորմացիա կունենանք ներկայացման մասին, հետո շարունակենք։ Ես ինձ մտքումս լոկ։ Փաստորեն ես երևակայություն չունեմ։ Ինչու այդքան դաժան։ Մի խոսքով գլխապտույտը գլխի հետ կապ չունի, եթե արթնացել է հոգիդ։ Պահը բաց մի թողեք, սիրահարվեք սիրելիս։ Օրհնյալ լինի նաև տված տառապանքդ, որից ոչ թե մեռնում, այլ ծնվում են կրկին։ Օրհնյալ լինի նաև իմ մեկնումը, իմ այս նահանջումը, որ նահանջ է երգով։ Այսպես հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Մենք մի տեսանյութ էլ ունենք, իհարկե դա էլ կդիտենք։ Սա կարծես էս ներկայացման վերջին, հա, հատվածի տեսանյութ։ Դեպի վերջն է։ Դեպի վերջն է, հա։
Որքան է տևում ներկայացում, մի քիչ տեխնիկական հասկանանք։ Մի ժամ 15 րոպե։ Մի ժամ 15 րոպե։ Առանց ընդմիջման, Առանց ընդմիջման։ շատ հարցեր են, էլի մարդիկ։ Մի շնչով Մի շնչով եւ ընդհանուր քանի եւ ինչ ատմոսֆերա է, այդտեղ շատերը Burbank Culture Palace-ին այդքան էլ ծանոթ չեն։ Մի փոքր հասկանանք, սովորական հանդիսատեսի պես գալու են նստեն դահլիճի նման է։ Դալիճը հա, դալիճը աթոռներով, բայց սարքած աթոռներով, այսինքն ինքը դալիճը ունի մթնոլորտ, իսկապես ունի մթնոլորտ, ունի բեմ, ունի աթոռներ, Գիտեմ, որ անկյուններում է Ունի անկյուններ, որտեղ նկարներ են կախված կամարների տակ, տարբեր նկարներ են կախված։ Կարծում եմ միջև սկսելը կարելի է կարող են շրջել, նայել, պտտվել։ Սահակի տնօրեններից մեկի հպարտությունը, դրան առաջ հայկական խալիփ հրած, բայց մտնում ես արվեստի մթնոլորտ կա, իսկապես culture բանա, center-ը։ Ես շատ հավանել եմ, որովհետև տպավորությունը այն հին սովետական մշակույթի տներ կա, չէ՞, կուլտուրայի պալատները, տենց կամարներով, ինքը հիշեցնում է, այդ շուները, բան ինքը ինձ հիշեցնում է այդ, հա։ Ինձ հետաքրքիր է կոմերցիոն առումով նման ներկայացումները, ես չգիտեմ դուք եք զբաղվում թե կան առանձին մարդիկ, բայց հավանաբար ծանոթ եք, մի փոքր դժվար չէ այսպիսի ներկայացումներ բեմադրել, իհարկե ձեր ռեսուրսն եք օգտագործում, այստեղ շատ ռեսուրս չի էլ ծախսվում ֆինանսապես, բայց հաշվի առնելով այն, որ պետք է նաև հետաքրքրություն լինի ամեն դեպքում մենք օտար երկրում ենք այստեղ գումար Հայաստանում մի փոքր այլ է, բայց այստեղ պետք է նաև գումարել աշխատես։ Ինչպես է կոմերցիոն առումով այս ներկայացումները պահպանվում, էլի դժվար է։ Դժվար։ Ես հավատում եմ։ Արտավաս, նայ, ամենակարևոր Դրա բանը մասին չենք մտածում։ Մի տեսակ sense նվիրվածությամբ, էնտուզիազմով Չէ, բայց ամենակարևոր բանը ասեմ, կարևոր բանալին ըստիս, էլի բանալին, երբ դու որևէ բան անում ես, ֆիլմ, ներկայացում, պիտի հաշվես այսպես, դու այնպես պետք է անես այդ ներկայացումը, այնպես կազմակերպես, դասավորես, բեմադրես, որ հանդիսատեսը չկարծի, չտեսնի հետևյալ վատ սիտուացիան, ուզել ես չի ստացվել։ Այսինքն, գիտես, ունենք մենք հնարավորություններ եւ այլն, բայց այսօրվա մտածողության մեջ արդեն այնքան է դարձել սովորական ոչ ճոխությունը, բայց հետաքրքիրը։ Նայ, ինչ ուզում ես 120 միլիոն դոլար բյուջե դիր նկարի աստեղային պատերազմներ, բայց դրա կողքը եթե մի հեռվում հսկող կամերայով ինչ որ մի գործողություն կեսգիշերին հեռվում, ինչ որ մեկը մյուսին ծեծում է, սպանում է, ինչ որ մեկը մեկին սիրում է, կարևոր չի։ Դու ուշադիր սկսում ես նայել ավելի շատ դա, քան այն 100 միլիոնով ծախսած, արդեն երեսառած ենք մենք այդ առումով։ Այսինքն այսօր կարևորը բովանդակությունն է։ Մարդն արդեն երես առել բաների, պատկերի, ձևից։ Ինքը սիրում է բովանդակություն, ասում է ասա, ասելիքդ ասա։ Այդ դեպքում ինքը եթե բռնում ես ասելիքդ, իսկ մենք ասելիքը ոնց որ թե բռնեցինք, այդ դեպքում արդեն չես ընկնում տեխնիկական, ծախսային եւ այլ մնացածների, այլ բռնում ես ասելիքդ։ Իսկ ավելացնեմ մեր դեպքում, որ բոլոր դեպքերում մեր հնարավորության եւ գիտելիքի եւ կարողության սահմանում կա տեխնոլոգիա, տեխնիկայի օգտագործված ջահելների կարծիքը նաեւ դրանից է, ջահելների այդ ոգևորությունը, որովհետեւ ելի եմ ասում, մոմի լույսով չի էս ամեն ինչը։ Էկրանով անցնում, այո, եթե կա տեխնոլոգիա նաև, եթե օգտագործում ես դա, բայց քո սահմաններում առանց քեզ ճղելու գնում է տեղը։ Էլի գալիս ենք բնականությանը։ Այո, էլի գալիս ենք օրգանիկին։ Այո, օրգանիկի, դու քո կարողությունների սահմաններում, բայց բովանդակությունը։ Այս անգամ Պարույր Սևակ կարող է լինել շարունակություն։ Մենք էլի ունենք բանաստեղծներ, փայլուն բանաստեղծներ։ Այո։ Բայց առայժմ Սևայքի շուրջ ենք պատտվում, այո։ Հա ինչու՞ չէ։ Եթե կարողանան սիրեն, գնահատեն եւ աջակցեն, չնայած մենք շնորհակալ ենք, որտեղ մեր առաջի երկու ներկայացումները մենք լավ հովանավորներ ունեցանք, որոնք մարդիկ հավատացին մեզ եւ ձեռք մեկնեցին։ Իհարկե, այդ ամեն ինչի հետ միասին բացի որ էնտուզիազմ կա, ցանկություն կա, լավ ռեժիսոր ունենք, լավ սցենարիստ ունենք, դերասանական կազմ,
մի քիչ ֆինանսական հնարավորություններ էլ պետք է լինի, Իհարկե։ եթե աջակցեն, ինչի՞ չէ, սիրով Մեր կանեն։ դեպքում, այս դեպքում մեր Ընկերների Երևան չմոռանանք շիփինգի Գագիկը Թամրազյան մեր կողք եղավ, այս պահին Այո, Ռոբերտ Երևան Օլաշյանն է մեր կողքը։ Այո, Երևան Printing-ի Սաքոն, Սաքոնը, որը որ երբեք ոչ մեկի Երևան ներժում Printing-ի չուներ։ Հա, ուզում եմ ասեմ ընկերներ կային, Եվ մեր որոնք մեզ բոլոր ձեռք ընկերները մեր կողքին էին, այդ շատ կարևոր է, որ չենք կարող չնշել։ Դա շատ կարևոր է եւ իհարկե եթե կան մարդիկ, ովքեր ունեն այսպես բիզնես կամ ցանկանում են աջակցել ու լինել նման բարձր որակի ներկայացումների կողքին, այս դեպքում մենք խոսում ենք գլխապտույտի մասին եւ ընկնել գլխապտույտի մեջ, եւ հաճելի գլխապտույտի մեջ, հաճելի, այո, կարող եք դիմել կարող եք ընկնել գլխապտույտի մեջ։ Շատ կարևոր է որակով, գիտեք, միջոցառումների կողքին գտնվել եւ աջակցել իրենց, հովանավորել, որովհետեւ այսօր ամեն ինչ, այսպես ասած, խառնվել է իրար, թացը չորի հետ մարդիկ շատ դեպքերում չեն տարբերում։ Մի հատ էլ տեսանյութ ունենք, ես առաջարկում եմ դա էլ դիտենք, մեր ժամանակից մի փոքր անցել ենք, հետո նոր հրաժեշտ տանք մեր հյուրերին, այսպես եւս մեկ գեղեցիկ հատված ներկայացումից։ Քարահատորը սկա բարարանը հիմա մեկ բառով է լցված, անջատվելով։ Եվ մեկ միտք է հիմա մեջս գոռում գոչում, աշխարհում կա արդյոք գոնե մի կենտ լեզու, որ չունենա իր մեջ այս անջատվել բայը, թե կա։ Ես փոխում եմ ազգությունս։ Թերահավատություն, որ շշնջում է ականջիդ, տես, չխաբվես։ Իմ տեսածն ու ապրածն է շշնջում։ Հիմա շշնջալու իմ հերթն է։ Փորձիր արգելված պտուղը, կորուստը չնչին է, ընդամենը հավերժական կյանքդ։ Ես չեմ ուզում հավերժ ապրել։ Առավել ևս ձանձրալի ու անիմաց ժամանակավոր կյանքդ։ Առանց գժվելու չկա շահած մարդ։ Առանց գժվելու չեն ծնի նոր մարդ։ Ինչև չգժվի ջուրը չի եռա, կեղև չի պատրի հատիկը նռան։ Ծառերն են պտտում, գժված են անշուշտ։ Երկիրն է պտտում, գժված է անշուշտ։ Անկեղծ ասած, հեքիաթներից ես օգնել եմ։ Բրավո, արժե հաստատ այս ներկայացմանը ներկա գտնվել, չգիտեմ ինչ ասեմ, լրիվ այլ աշխարհ է տեղափոխվում։ Ես այս պահին ես մի կարճ հատվածով տեղափոխվեցի մի փոքրիկ այլ աշխարհ, որը մեզ շատ հոգեհարազատ է եղել ժամանակին, ցավոք սրտի այսօրվա այս արդի արագ աշխարհում չեն կարողանում մեզ կտրել իրականությունից, ժամանակ տրամադրել ընկղմվելու այդ գրականության աշխարհը, այդ հետաքրքիր մտածելակերպով աշխարհը, որը մեզ մատուցել են մեր մեծերը, իսկ այսօր այդ հնարավորությունը ավելի մատչելի կերպով կարող եմ այսպես ասած տալիս են մեզ մեր լավագույն ռեժիսորը, դերասանը, հաղորդավարը, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր որ այս ամենի գլխավերևում կանգնած են, մեզ մնում է պարզապես չգիտեմ, կուլ տալ ընդամենը, հա, վայելել։ Ըմբոշխնել, Ներկալ գտնվել։ Ներկա գտնվել։ Իսկ դրա համար պետք է զանգարել թիկետ 1-818-505-06 հեռախոսահամարով, տոմսերը ձեռք բերել ու փետրվարի 8-ին ընդամենը մի քանի օրից, 2 օրից, հա, 3 օրը տեղի կունենա 7:30 հերթական ներկայացումը ու հուսով ենք, համոզված ենք, որ ելի ներկայացումներ կլինեն ու մենք մեր տաղավարում այս ամենի մասին դեռ կզրուցենք։ 2 օրից ասեմ դեռ տոմսեր կան, բայց ոչ այդքան շատ։ Ոչ այդքան շատ, դրա համար շտապից Եթե մենք հիմա գայթակղեցինք հանդիսատեսին, մի քիչ ուշացած ենք գայթակղել, որտեղ եթե ես վստահ եմ, որ բայց էլի կլինի հաստատ։ Ահա։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ այսօր առավոտը մեզ հետ կիսելու համար, տաղավարում ներկա գտնվելու համար, ձեզ բազում հաջողություններ ու վստահ եմ, որ այս ներկայացումը կտա հնարավորություն մեր հանդիսատեսին, մեր համայնքում ապրող մարդկանց մի փոքր խորհելու, մի փոքր մտածելու, արժեքները վերանայելու, ցավոք սրտի այս իրականության մեջ պիտի մեկ-մեկ ժամ գտնել ինքդ քո հետ գոնե վերանայես այդ
արժեքները։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք ենք Մենք էլ ենք շնորհակալ շնորհակալ Արտո ջան, այս հաճելի առավոտվա համար, որ պարգևեցիր մեզ։ Ես վստահ եմ հաճելի օրել ընթանալու է այսպես։ Օրը բարի է։ Օրը բարի է։ Եվ մեզ որպես ստեղծագործող մաս ցանկանում եմ ձեզ նման, քեզ նման, Ռոբերտի նման Ավալարչյան գնահատողներ, որոնք որ եթե ձեր նմաները շատ լինեն, մեր արվեստը շատ բարձր կլիներ։ Հուսանք, որ կշատանան։ Իմ շալուց մի բան էլ ասեմ ու ավարտենք, ChatGPT-ին հարց են տվել, ասել են, որ արվեստը կմնա էլի, որտեղ ամեն ինչ հիմա պատասխանել է, որ միայն թատրոնը։ Ահա, տեսնում եք։ Որովհետև ոչ մեկ չի կարա գա թատրոնում խաղա, ոչ մի արհեստական բանականություն։ Հոգին պակասում է։ Հաճախեք թատրոն, սիրեք թատրոնը եւ ներկա գտնվեք մեր ներկայացմանը։ Եվ մենք բարբերաբար կխաղանք մեծ սիրով։ Եվ միշտ սիրում եմ մի փոքր գարչի ցակսել, որտեղ ինձ թվում է ChatGPT-ին ինքը հասկանում ով է հարցը, ինձ թվում է հարց տվողը թատերագետ է։ Դրա համար եմ Թատրոնը Բայց իօքուտ մեզ չէ, իօքուտ մեզ է չէ։ Մենք ուզում ենք մեր ականջը շոյում են, ինչ որ մեզ Այո, իհարկե, այդպես է։ Մենք մեզ հույս ենք տալիս։ Այո, ոնց որ այսպեսի հույս տանք, բայց իրականություն։ Եվ իրականանում է։ Որտեվ միշտ էլ ես որ նայում եմ այսպես իրականության մեջ, օրինակ նորաձևության մեջ հին նորաձևության այդ ոճը վերադառնում է, չգիտեմ, հին բջջային հեռախոսները ավելի ակտուալ են դառնում։ Իսկ մարդիկ էլի այդ հինը սիրում են ու ավելի արժեքավոր ու ավելի հիմնավոր է լինում։ Իսկ թատրոնին մենք չենք կարող ասել հին, թատրոնին պիտի ասենք ուղղակի ժամանակակից մոտեցմամբ։ Իհարկե թատրոնը հինը նոր մակարդակի վրա, նոր լեվելի վրա, այդ էլ տենց էլ կա, Իհարկե։ լավագույն հիշողությունը դա է, չէ։ Այո։ Նոր լեվելի վրա, նոր Ինը միշտ լավագույն նորն է։ Այո։ Եվ մեր դեպքում հանգիստ կարող եմ ասել հանդիսատեսի կարծիքը, որ մենք նորովի ներկայացրեցինք Այդ մենք չենք ասում, այդ հանդիսատեսն ասում։ Այո, մենք չենք ասում։ Մենք չենք թողնում հրաժեշտ ասել։ Բրավո մեր Վահեին։ Դժվար է իհարկե նրան հետաքրքիր մարդկանցից հրաժարվել ու հրաժեշտ տալ, բայց ես պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Մեր եթերաժամն էլ այսպես դեռ ունենք իհարկե ժամանակ, բայց ամեն դեպքում գովազդով ընդհատենք։ Շնորհակալություն։ Վահե ջան, եւ իհարկե Ռաֆի Ռաֆին էլ Սարյան, մեր Ռաֆի Սարյանը։ Ներկայացման համար։ Շնորհակալություն, ընդհատվենք կարճատև գովազդով, վերադառնանք շարունակել մեր եթերը, մեր գործընկերն է Phoebe հավելվածը, որ կարող եք ներբեռնել ձեր բջջային հեռախոսների մեջ կամ հեռուստացույցներում եւ վայելել տարբեր տեսակի հաղորդումներ, ֆիլմեր, ֆիլմադարան ունեն բավական մեծ, ընդամենը զանգահարելուց անմիջապես նշեք, որ արդեն հեռուստաընկերությամբ եք դիտել, կստանաք հաճելի զեղչ ու հաճելի անակնկալ Phoebe-ի կողմից։ Phoebe-ն նույն մոյդոմն է, պարզապես փոխված անունով ու նոր բրենդով։